Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակներում ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է այդ երկրի ազգային ժողովի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ։ Քննարկվել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի անձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին, նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Նագայաման իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Ճապոնիայի Գումա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը Թումո Գունման բացման արարողության ժամանակ ողջունի խոսքով հանդես է եկել Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ընդգծել ծրագրի կարևորությունը հայ-ճապոնական կրթական համագործակցության շրջանակներում։ Մենք միասին կառուցում ենք մի կամուրջ, որը միավորում է ոչ միայն Հայաստանն եւ Ճապոնիան, այլ նաեւ անցյալն ու ապագան։ Թող այս կենտրոնը գալիք սերունդների համար դառնա ստեղծարարության եւ համագործակցության աղբյուր, նշել է Արշակյանը։ Գորիսում երեկ բացվել է Ֆրանսիայի հյուպատոսարանը։ Մինչ այդ տեղի ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման արարողությունը։ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը 2006 թվականին է տեղի ունեցել Փարիզում։ Դրանից հետո նման համաժողովներ անցկացվել են նաև Հայաստանում։ Այս անգամ ընտրված վայրը պատահական չէ։ Ֆրանսիան այսուհետ Սյունիքում եւ հենց Գորիսում իր հյուպատոսի գրասենյակը կունենա։ Միջոցառման անցկացումը Սյունիքում Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունի։ Դավիթ Խուդատյանն ընդգծում է, կանոնավոր եւ բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ է ձևավորվել, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու պաշտպանական ոլորտներում։ Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական եւ այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունն իր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Այս մասին էլ Հայաստանի փոխարտգործնախարարն է ընդգծում։ Վահան Կոստանյանի դիտարկմամբ այս համաժողովի անցկացումը Գորիսում բնական ու սպասելի զարգացում է, հաշվի առնելով Հայաստանի համար Սյունիքի ռազմավարական նշանակությունը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Պատմական բարեկամության վրա խարսխված մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, նպատակ ունենալով նաև օժանդակել Հայաստանին հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը չնայած արկա բոլոր մարտահրավերներին վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, հայտարարում է Վահան Կոստանյանը, հիշեցնելով այս սկզբունքը փոխադարձաբար հարգելու հանձնառությունը կողմերը ստանձնել են Ալմաթայի հռչակագրով։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին։ Մեր նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական է, իր հերթին հայտարարում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, նկատելով այն իրականացվում է համերաշխության նշանի ներքո։ Դեսպան Օլիվիե Դկոտինին ընդգծում է, Գորիսը մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում, քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը։
Սա քաղաք է, որ կառուցում է խաղաղություն տարածաշրջանում։ Այն եղել է միշտ խաչմերուկում եւ միտված խաղաղության կառուցմանը, եւ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ։ Մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է։ Այն, ինչ Հայաստանն ու Ֆրանսիան կառուցում են միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ նաեւ իսկական լծակ է իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Հենց այս ուղերձներով էլ Գորիսի կենտրոնում, քաղաքապետարանին կից շենքում բացվում է Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան Հայաստանի շինարարների միությունը անդամության պայմանագրեր են կնքել նորակառույց .am կայքի հետ։ Այս օնլայն հարթակը ուղիղ կապ է ստեղծում գնորդների եւ կառուցապատող ընկերությունների միջև, տալիս է նաեւ համաճար խորհրդատվության հնարավորություն։ Կառուցապատողների հայկական ասոցիացիան, Հայաստանի շինարարների միությունն ու նորակառույց ԵՄ ստորագրեցին անդամության պայմանագիր, որով ազդարարվեց համագործակցության նոր սկիզբ։ Այս կերպ նորակառույց ԵՄ հարթակի միջոցով ասոցիացիայի անդամ կառուցապատողներին ընձեռվելու է լայն հնարավորություններ, ներկայացնելու իրենց արտադրանքը քաղաքաշինական ծրագրերը սպառողներին ներկայանալով ավելի լայն գործիքակազմերով։ Այսօրվա կնքվող հաստատուղթը ըստ էության մի կողմից մեր եւ մյուս կողմից նորակառույց ԵՄ հարթակի նույն գաղափարների շուրջ համախմբման եւ շուկայում համատեղ ջանքերով արկախված մարտահրավերների դեմ պայքարի ուղղությամբ անելիքների եւ միջոցառումների ազդարարման սկիզբ է հանդիսանում։ Մեր բնակիչները, մեր գնորդները հնարավորություն կունենան ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ կառուցվող շենքի շինարարի մասին, ծանոթանալ նրա նախկին կատարած աշխատանքներին, պատմությանը շինարարական կազմակերպության։ Գաղտնիք չէ, որ այսօր կառուցապատման քաղաքաշինական բազմաթիվ ծրագրեր կան, որոնք սպառողների լայն շրջանակի մոտ առաջացնում են հարցեր՝ ումից ու որտեղից ձեռք բերել անշարժ գույք։ Գնորդների ցանկությունն է բնականon ձեռք բերել միմիայն վստահության եւ կորպորատիվ պատասխանատվության բարձր մակարդակ ունեցող սուբյեկտներից, որպեսզի չունենան խնդիրներ։ Այս 5 տարվա ընթացքում նորակառույց ԵՄ հարթակում ներկայացվել են բազմաթիվ նորակառույց ընկերություններ, նորակառույց շենքեր եւ պրոցեսի ընթացքում հիմք է դրվել կայքում ներկայացնել միայն վստահելի կառուցապատող ընկերություններին։ Այս տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել դեպք, որ ասոցիացիայի անդամ որևէ կառուցապատող ունենա ֆինանսական բնույթի այնպիսի խնդիր, որը առաջացնի հասարակական հնչեղություն, բնակիչների, սպառողների մոտ դժգոհություններ, քաղաքաշինական ծրագրի էական ուշացումներ կամ պետության կողմից կամ համայնքի կողմից դրսևորվող սանկցիոն պատժիչ մեխանիզմների առարկա հանդիսանա տվյալ կառուցապատողը կամ իր ծրագիրը։ Կառուցապատողների հայկական ասոցիացիային մինչև այս անդամակցում էին բացառապես կառուցապատող ընկերությունները։ Այս անդամության պայմանագրով այսօրվանից մեկնարկում է նաև ասոցիացված անդամի ինստիտուտի ներդրման գաղափարը, եւ որպես ասոցիացված անդամ առաջինը ներգրավվեց նորակառույց ԵՄ հարթակը, որի հետ Գուրգեն Գրիգորյանի խոսքով փոխհարաբերվում են կամ հնարավորություն ունեն փոխհարաբերվելու Հայաստանի գրեթե բոլոր կառուցապատողները։ Տիգրան Վակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Թուրք բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել, պահանջելով իրենց երկրի իշխանություններից ջանքեր գործադրել Հայաստանի տարածքում գտնվող մեծամորյա ատոմակայանի փակմանը հասնելու եւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը բացառելու համար։ Թեմայի շուրջ զրուցել են գործընկերներս։ Ուրեմն հունիսի 1-ին թուրքական 33 բնապահպանական եւ իրավապաշտպան կազմակերպություններ միացել են այս հայտարարությանը եւ այդ հայտարարությունը համատեղ տարածելու նպատակով հատուկ այդ կազմակերպությունների ղեկավարները ժամանել են Իգդիր հայ-թուրքական սահմանի մոտ եւ այդ վայրը ատոմակայանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա է, դա է պատճառը, որ սիմվոլիկ այդ վայրն են ընտրել։ Համատեղ հայտարարությունը ուղղել են Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին, մեջբերեմ մի հատված, փակեք մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել այն, ինչ տեղի ունեցավ Չեռնոբիլում ու Ֆուկուսիմայում։ Հատկանշական է, չէ՞, որ Թուրքիայի կառավարությանն են դիմում, պահանջելով փակել Հայաստանում գործող ատոմակայանը, թեև կարծես դա այլ երկրի իրավասության հարց է։ Այդ հայտարարությունում պնդում են, թե իբր թե մեծամորի ատոմակայանի տեխնոլոգիան այժմ աշխարհում գործող
ամենավտանգավոր տեխնոլոգիան է, թե իբրև թե Մեծամորի ատոմակայանը աղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում նաև Իգդիրի նահանգում, ուր իրենց խոսքերով քաղցկեղի կտրուկ աճ է արձանագրվել վերջին տարիների ընթացքում։ Հետարքի է, չէ, ինչի Հայաստանում չի արձանագրվում, Թուրքիայում է արձանագրվում։ Սա իսկապես հասարակական նախաձեռնություն է, թե այդուհանդերձ պետության ստվեր է կա այստեղ։ Ու ակնհայտ է, որ պետությունը այս միջոցառումը անցկացնելու մեջ նույնպես դեր է ունեցել, ահռելի ռեսուրսներ են ծախսվել, մարդկային ռեսուրսներ, տրանսպորտ, հյուրանոց եւ այլն, եւ սա ակնհայտ է, որ հասարակական կամ անհատների նախաձեռնություն չի, եւ այստեղ նաեւ երևում է Բաքվի ստվերը։ Իգդիրում շատ ակտիվ է Թադև կոչվող կազմակերպությունը, թուրք-ադրբեջանական բարեկամական այդ ընկերությունների միավորում, եւ նաեւ Իգդիրի ադրբեջանական տուն կազմակերպությունը, որը սովորաբար նման ակցիաներին ամենաակտիվ մասնակցությունն է ունենում։ Հավանաբար այս անգամ եւս այս միջոցառման ստվերային պատվիրատուների թվում այդ կազմակերպություններն են, որոնք գործում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի թելադրանքով եւ ֆինանսավորմամբ։ Եվ ինչն է հատկանշական, այդ տարածած հայտարարության տեքստը, բովանդակությունը որոշ պարբերություններում բառացիորեն կրկնում է այն հայտարարությունը, որով 2023 թվականի մայիսին հանդես էր եկել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան։ Կարծում եմ դա պատահական զուգադիպություն չէ։ Հավանաբար նույն մարդիկ են գրել։ Արտյոմ, իսկ ինչ փաստարկներ են բերում որպես ապացույց։ Ոչ մի փաստարկ չի բերվում, այսպես դատարկ խոսքեր, որոնք որևէ կերպ չեն դիմանում մասնագիտական քննադատությանը։ Մանավանդ հաշվի առնելով այն, որ 2023 թվականին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անձամբ հայտարարեց, որ Մեծամորի ատոմակայանը որևէ խնդիր չի կարող առաջացնել ոչ Հայաստանի, ոչ հարևան պետությունների համար, ինչը ապացուցել է նաև հատուկ տեսչական ստուգումը։ Նա նաև հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն որևէ խնդիր չի տեսնում Հայաստանի ատոմակայանի գործողության ժամկետը մինչև 36 թվական երկարացնելու եւ պատրաստ է քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը, ինչին բոլորովին էլ դեմ չի ՄԱԳԱՏԷ-ն։ Եվ ինչն է հետաքրքիր, Ադրբեջանում են այժմ լրջորեն խոսում ատոմակայան կառուցելու մասին։ Թուրքիայում Ռոսատոմը նոր 2 ատոմակայան է կառուցում, ընդ որում նույն այն տեխնոլոգիայով, որով գործում է Մեծամորի ատոմակայանը։ Իրանում է Ռոսատոմը պատրաստվում նույն տեխնոլոգիայով ատոմակայան կառուցել, բայց թուրք եւ ադրբեջանցի բնապահպանները դա իհարկե չեն նկատում։ Իսկ որն է նրանց նպատակը։ Դե պարզ է, որ նպատակը Հայաստանի էներգետիկ ինքնուրույնությունը հարցականի տակ դնելն է, խաթարելն է, խանգարել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը, որպեսզի Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկրից դառնա էլեկտրաէներգիա ներմուծող երկիր եւ կախման մեջ հայտնվի հարևան պետություններից։ Բայց դրա համար լուրջ ռեսուրսներ ադրբեջանցիները եւ թուրքերը չունեն։ Հաճախ իրենք այսպես հիշատակում են այսպես կոչված ESPO-ի կոնվենցիան, որի համաձայն պետությունը, որը ուզում է ատոմակայան ունենալ, պարտավոր է հաշվի առնել հարևանների կարծիքը, բայց իրականում այս կոնվենցիան իրենց ոչինչ չի տալիս, քանի որ պարտավորեցնում է ընդամենը տեղեկացնել հարևաններին հնարավոր էկոլոգիական ռիսկերի մասին, ոչ ավելին։ Իսկ ինչպես ասացի, արդեն ՄԱԳԱՏԷ-ն որևէ ռիսկ չի նկատում։ Շնորհակալություն, Արտյոմ։ Իրանի արտաքին գործերի նախարարը Կահիրեում հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ, Աբբաս Արաղչին եւ Ռաֆայել Գրոսին քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Եգիպտոսի նախագահը, արտաքին գործերի նախարարը։ Հանդիպումից հետո Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շուտով կպատասխանի իրանական միջուկային էներգիայի վերաբերյալ առաջարկին, որը Միացյալ Նահանգները փոխանցել է Օմանյան կողմի միջոցով։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ ոչ մի համաձայնագիր չի կարող ստորագրվել, եթե չճանաչվի ուրանի հարստացման Իրանի իրավունքը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սպիտակ տան առաջնորդը կրկնել էր, որ Իրանը չի կարող միջուկային
զենք ունենալ։ 5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Մարմարիս քաղաքում։ Նախնական տվյալներով բնակելի շենքերում փլուզումներ չեն եղել, սակայն մեկ մարդ 14-ամյա աղջիկ մահացել է, 69 մարդ էլ վնասվածքներ են ստացել։ Ըստ երկրի ներքին գործերի նախարարի նրանք խուճապի նոպայի ժամանակ ցատկել են բարձրությունից։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին։